Որոշում Հայաստանի Հանրապետության անունից Վերակնուշ քրեական դատանը որոշեց դատախազության Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Բեկտարյանի, Մեղադել Դավիթ Համբարձումյանի, Պաշտպան Տիգրան Աթանասյանի, Մեղադելներ Դավիթ Համբարձումյանի և Գոռ Համբարձումյանի պաշտպաններ Վահե Մակյանի, Գրանե Պապյանի և Արման Կարապետյանի վերակնուշ բողոքները բավարարել մասնակի Երևան քաղաքի առաջին հայցանիքման և ըստ քրեական դատանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռում մասնակի Մեղադելներ Դավիթ Մերի Համբարձումյանի և Գոռ Մերի Համբարձումյանի մասով բեկանել և առույթը այդ մասով փոխանցել նույն դատարան նոր դատականություն։ Մեղադել Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառված 2 միլիոն դրամի չափով գրավը թողնել անփոփոխ։ Մեղադել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողություն այլընտրանքային խաբկանման միջոցի վերջինիս ազատ արձակելով դատական լիստերի տարածքում։ Մեղադել Դավիթ Համբարձումյանի պարտավորությունը շաբաթը մեկ անգամ գրանցվել իր բնակության վայրի հանուն պրոբացիայի ծառայությունում։ Մեղադել Դավիթ Համբարձումյանին արգել է առանց վարկ իրականացնում մարմնի դատանի թույլտվությամբ փոխել մշտական բնակության վայրը հաղորդակցվել նշված քրեական գործով դժողներ Ինջի Գուլյանի, Բադոյանի, Ասլանյանի, Պողոսյանի և Վկա Դավոյանի վարչական հսկողության մասով որոշման կատարումը հանձնարարել հանուն պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման։ Մեղադել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խաբկանման միջոցներ կիրառված բացակայելու արգելքը 5 միլիոն դրամի չափով գրավը թողնել անփոփոխ, դատավճռի մնացած մասով թողնել անփոփոխ։ Որոշումը կարող բողոքակել Հայ վերակնուշ քրեական դատան, ներողություն Հայ վճռաբեկ դատան այս տարանավորումից մեկամսյա ժամկետում։ Հայ քրեական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա արձանագրվում է, որ դատական կազմի դատավոր Մակար Կիրակոսյանը նոր դատականության ուղարկելու վերաբերյալ ունի տարբերվող պատկերացում։ Դատական նիստը հայտարարվում է փակված։